Ընտրություններից երկու շաբաթ առաջ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական եւ դեմոկրատ թեկնածուները վերջին հեռուստաբանավեճն անցկացրին ուղիղ եթերում դեմ առ դեմ ներկայացնելով իրենց մոտեցումները երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հեռուստաեթերի 90 րոպեների ընթացքում դեմոկրատ Օբաման փորձել է ամեն կերպ ցույց տալ, թե որքան անպատրաստ է իր մրցակիցը ստանձնելու երկրի գերագույն հրամանատարի դերը։ Ռոմնիի ելույթի առանցքում էլ շեշտադրումն է եղել, թե Օբամայի պաշտոնավարման օրոք Ամերիկան զգալի թուլացրել է դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Նախագահի աթոռի համար պայքարող երկու թեկնածուներն էլ խոստանում են պաշտպանել Իսրայելը, թույլ չտալ, որպեսզի Իրանը միջուկային զենք ստանա։ I will stand with Israel if they are attacked. We will stand with Israel. In addition, we're now able to transition out of Afghanistan in a response. Օբաման էլ Ռոմնին էլ միակարծիք են, որ սահմանված ժամանակացույցի սկսած 2014 թվականից ամերիկյան զինուժը պետք է դուրս բերվի Աֆղանստանից, իսկ Միացյալ Նահանգների առջև ծառացած գլխավոր մարտահրավերը երկու թեկնածուների համար էլ ահաբեկչությունն է։ Բարակ Օբաման հայտարարել է, թե Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները էական ազդեցություն են ունեցել այդ երկրի տնտեսության վրա։ Նախագահի դեմոկրատ թեկնածուն խոստացել է, որ իր պաշտոնավարման օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի։ Միթ Ռոմնին էլ պատասխանելով Պակիստանին վերաբերող հարցին ընդունել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծելով սակայն, որ Վաշինգտոնը չպետք է խզի հարաբերությունները Իսլամաբադի հետ, քանի որ զարգացող Պակիստանը ապագայում կարող է լուրջ վտանգ ներկայացնել։ Փորձագետները բանավեճից ժամեր անց չեն շտապում արձանագրել որևէ թեկնածուի հաղթանակը։ Այնուամենայնիվ, ըստ որոշ վերլուծաբանների, Օբամային հաջողվել է որոշակի առավելության հասնել Ռոմնիի նկատմամբ։ Բարակ Օբաման շահեկան դիրքերում է եղել թերևս այն իմաստով, որ Ռոմնին գործող իշխանության քաղաքական գծից տրամագծորեն տարբերվող որևէ նոր տեսակետ չի հայտնել։